Ես ընտրել եմ այս ղեկավարությանը, ես քաշում եմ այդ արդյունքները։ Իմ որդուն դրդել է ինքնասպանության, Անդրանիկ Ղազարյանը, ով ինքը բացի Նարեկից նրանց էլ է ենթարկել ծեծի, Անդրանիկ Ղազարյանը իր ուսադիրները պոկի, չգիտեմ համապատասխան որտեղ մտցնի։ Ձերբակալված ունենք էդի Արարատ Ղամբուզյանն է, ով չաս նայող է։ Ես իմ որդուն չեմ տվել ձեզ, որ սպանեք տակ ինձի։ 7 ամսվա ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանը ապրում էր Արարատի մարզի Աբովյան գյուղում։ Տան միակ տղան էր, ուներ 3 քույր։ Զորակոչվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Քանաքեռի զորամաս Կապի վաշտ, այնուհետև տեղափոխվել էր Բերդի զորամաս։ 2024 թվականի նոյեմբերի 13-ին հայտնաբերվել էր 19-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին կախված վիճակում։ Քննչական կոմիտեն դեպքի առթիվ հաղորդել էր, որ զինծառայող Նարեկ Գրիգորյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով քրեական բարույթ է նախաձեռնվել, քանի որ հաստատվել էր, որ զինծառայողի դին հայտնաբերվել է ռազմական ոստիկանության կարգապահական վաշտում։ Դեպքի առթիվ քննվել են նաև 2 տասնյակից ավելի անձինք։ Նարեկ Գրիգորյանի մայրը Վարսիկ Հովհաննիսյանը Արմնուրեմին պատմել է, թե ինչպես է ամեն բան սկսվել, որն է եղել սպանության պատճառը։ Տղաս Շամշադինում ծառայում էր 10 ամիս, նրանից հետո կարգապահական վաշտում նրան գտել էին կախված։ Իմ համոզված, որ նրանք են սպանեին որդուն, իմ որդին չէր կարող այդպես բան անել։ Հիմա ուզում եմ, որ մեր հայրենիքը տեղեկացված լինի, ինչ են այսքան երեխեքին սպանում տալի մեզ, ոչ թե թշնամու կողմից, այլ իրենց կողմից, իրենց ստեղծած գազանների կողմից, ովքեր որ չեն կարում բանակը ղեկավարեն, թող չղեկավարեն, խնդրում եմ։ Ովքեր չեն կարում, թող չասեն, գնացել են 44 օրվա պատերազմին, հիմա էլ գեներալ ենք դարձել, նրանք չեն կարող հերոսներ լինեն։ Իմ որդուն դրդել է ինքնասպանության, բայց ես համարում եմ, որ դրանք էլ են իանկարել, որ իմ որդուն կախել են Անդրանիկ Ղազարյանը, ով ինքը հրամանատարն է եղել Բերդում, Զորամասում, Նարեկիս հրամանատարն է եղել, անուան երեխաներին ոչ միայն իմ Նարեկիս, արդեն ունեմ 4 հոգի երեխաների, զինվոր երեխաների գրած դիմումները, ովքեր որ գրել են, որ բացի Նարեկից նրանց էլ է ենթարկել ծեծից հետո հայոյելա ծնողին, մորը, հորը, նա տարելա կանգրացրել է երեխաներին շարքի դիմաց, ասելով, որ նրանք չեն կարող մեր հետ հաց ուտեն։ Այո, խոսել եմ որդուս հետ, որդիս լինելով կարգապահական զինվոր, նա չհայտնեց մեզ, որ իր հրամանատարը ենթարկել է ծեծի։ Հրամանատարի հետ չենք խոսել, բայց նա փաստը չի ներկայացնում, որ նա դա չի արել, բայց մենք համոզված չենք, որովհետև դիմումների հիմնան վրա, ովքեր որ երեխաներն են գրել, հրամանատարի կողք եղել է մյուս այլ հրամանատար եւ չաստի հոգեբանն է եղել, երեխաներին ծեծի ենթարկելու ընթացքում եղել են 2 անձ պաշտոնյա նրա կողքին, նրանից հետո 10 օր չաստում Նարեկս ծառայելու ընթացքում տղաներով տեղափոխվել են կարգապահական վաշտ։ Նրանից հետո թե հիմի ինչ է ասվել, որ իմ որդին չուզեցավ գնալ այլևս վաշտ։ Ուզում եմ իմանամ, դե մենք ունենք ձերբակալված, ունենք էդի Արարատ Ղամբուզյանն, ով չաս նայող է, չաստի նայող է եղել, ինքը զինվոր լինելով եղել է չաս նայող։ Ես չեմ հասկանում, պաշտպանության նախարարությունը դա միակ տեղը չի, թող գնա նայի տեսնի ինչ է կատարում, դա Բերդ չի։ Դա այնտեղ է, որտեղ որ մեր երեխաներին մենք տալիս ենք, որպեսի պաշտպանեն ձեզի, որ դուք ձեր այդ թևի տակի դիպլոմները դնեք, գնաք այս կոմենկոմ հարց լուծելու։ Ես իմ որդուն չեմ տվել ձեզ, որ սպանեք տակ ինձի։ Ու մինչև առ այսօր Անդրանիկ Ղազարյանը ծառայություն անցկացնում է նույն Զորամասում։ Ինչի համար։ Նա 5 երեխայի հասցրել է այն հոգեբանական վիճակին, որ վերջերս իմ որդին չդիմանալով այդ ճնշմանը
Իրանց ասելով ինքնասպան ա եղել։ Չարաչար ես կասկածում եմ այդ ամեն ինչի։ 5 ամիս քանակերում ա ծառայել իմ որդին գնացել է նա հիվանդ երեխա ա եղել, այսինքն արյունով հիվանդ, նրան պիտի չտանեին բանակ։ Զուտ մեր հայրենասիրությունը, որ մենք շատ հայրենասեր էինք, մեր որդին ուզեցավ որ ծառայել, 5 ամիս ծառայել է քանակերում որպես կապավոր, այնուհետև տեղափոխվել է Շամշադին Բերդ, որպես ջոկի ավակ, որպես երրորդ կարգի մասնագետ, որպես ռադիո վարող ինքը արդեն մասնագիտություն ուներ, 10 ամիս ես հարց եմ հղում դատախազին, հարց եմ հղում քննիչին, հարց եմ հղում մյուս կոմիտեներին, ասում եմ ինձ բերեք, ասեք, Նարեկ Գրիգորյանը մի օր հրամանատարության հետ վատ է խոսել, մի օր զինվորի հետ վատ է խոսել, մի օր 10 ամիսների մեջ իմ որդին վատ դրսևորում ա ունեցել սալդատին, զինվորին համապատասխան ոչ մեկ, բացի դրականից, ոչ մի վատ բան չեն ասում ինձ։ Հիմի իմ ասելիքը, որ նախ եթե ինձի լսում է պաշտպանության նախարարությունը, եթե ինձի լսում է վարչապետը, ես ընտրել էի, որ ես եմ ինքս եմ ընտրել իրանց։ Միգուցե ցավում եմ, որովհետև ցավում եմ իմ հայրենիքին որդիներ։ Եթե իմ որդուն, տեսնում եք, արդեն 2 տարի է մեր թշնամին մեզի չի սպանում։ Մենք մեզ սպանում ենք, թշնամին պետք չի մեզ սպանի։ Արդեն նոր տարի է սկսվել, տարվա մեջ արդեն 3 հատ մենք զինվոր ունենք փոխանցած մեր ծնողներին։ Ես չգիտեմ, եթե նրանք չեն կան ոչ մի բան անեն, թող նրան մեզ հանձնեն, մենք ինչ որ պետք է կանենք։ Պաշտպանության նախարարություն չեմ դիմել ոչ մի անգամ, որովհետև ես լրատվականով 2 անգամ ասել եմ, գնա ձեր բանակը նայի, ոչ թե նստի ասա, գիտես ինչ կա, զինվորին դպրոցից ճաշիկներ մի կերցրեք, եսի մինչեր մի արեք։ Իմ զինվորը երբեք չի եղել այն ձեր ասած ճաշիկ ուտողը։ Նա 13 տարեկանից աշխատել է, նա իմացել է թացը որն է, չորը որն է, բամբակի մեջ մեծացած տղա չի եղել։ Ու բոլոր մահացած ձեր ձեռքով զինվորները, բոլոր 2024 թվին ունեցել ենք 8 եւ երևի ավելի ինքնասպան, ձեր ասած ինքնասպան, այսինքն ինքնասպան չեմ ասի, ձեր ասած դուք սպանած երեխեքը, ձեր համ բոլորն էլ եղել են թե սովորած, թե կրթված, թե կիրթ երեխեք։ Ես սպասում եմ պաշտպանության նախարարությունից, եթե նա օրենքի, եթե նա ճիշտ մարդ է, թող ինձ չասի ինքը ուսադիրներ ունի, ինքը հրամանատար է, իմ տունը տենց ուսադիրներով 2 հոգի ունեմ։ Երկուսն էլ անցել են բոլոր պատերազմները, չհաշված 92-ը։ Բոլոր իմ տանիքում ունեմ, տանս մեջ ապրող ունեմ։ Խի նրանց մի օր բան չտվեցիք, պաշտոն չտվեցիք։ Անցել են երեխաների հետ բոլոր 44 օրվա օրերը, անցել են, փրկել են երեխաներին, եկել են տուն, կարող են գնա նրանք ստուգեն։ Իմ ամուսինն է Խաչատուր Գրիգորյան, ինքը Նարեկ Գրիգորյանի հայրն է, որ անցել է այդ պատերազմը արքով եւ փառքով, եւ իմ ամուսնու եղբայրը եղել է թե քարորիային, թե 44 օրվա։ Ուզում եմ ասեմ, թող նրանք բան չբերեն։ Ես պաշտպանության նախարարության կողմից ուզում եմ լիարժեք, որ Անդրանիկ Ղազարյանը իա ուսադիրները պոկի, չգիտեմ համապատասխան որտեղ մցնի։ Ու հանեն շպրտեն դուրս։ Ինքը չի կարող լինի զինվորի օրինակելի մարդ, եթե ինքը Անդրանիկ Ղազարյանը կարողանում է մեր համազգեստի գլխակին որդու գլխից ու մնացած երեխաների գլխից տշի գցի գետնին իմ որդին դա պատվով վերցրել է, նորից դրել է իա գլխին, նորից խփեք գցել է, նորից դրել է գլխին։ Եվ Անդրանիկ Ղազարյանը թե կարողանում է զինվորի մորը, որ ամեն օր աղոթում է իրանց համար, կարողում է հայոյի, թող իան անենց անեն, որ ինքը ընդեղ ընդհանրապես չաշխատի, ընդհանրապես ոչ մի տեղ իա նմաններ իրավունք չունեն աշխատելու։ Ես խոսում եմ բոլոր ծնողների անունից, այսօր ինձի բոլորն էլ Facebook-ում գիտեմ, ես բոլորի հետ էլ գիտեմ ու գիտեմ ինչ ցավ են ապրում։ Մեր երեխաներին 2 օր առաջ էլ նորից սպանեցիք, տվեցիք ծնողին։ Մենք ընդամենը մի բուռ ենք, մի բուռն էլ 10 մատ է, 10 մատից արդեն 9 փակվել է, մնացել է 1-ը։ Ձեր երկրից նեխած կարտոշկայի հոտ է գալի։ Եթե դուք չեք կարողանում վերացնեք այդ ամեն ինչը, թողեք մեր ծնողներին։ Միևնույնն է Անդրանիկ Ղազարյանին
մենք մեր հարցերը կլուծենք։ Օրենքն էլ, ես օրենքին ասել եմ, ձեզ օրենքը տալիս եմ մի տարի, միջև իմ որդուն, որ սպանել եք այդ օրը։ Նրանից հետո ոչ մի ներում չի լինելու։ Ես ընտրել եմ այս ղեկավարությանը, ես քաշում եմ այդ արդյունքները։ Ես ընտրել եմ, որպեսզի մենք երբևիցե եռաբլուր չունենայինք, երբևիցե, բայց այսօր ես